Ինչու բախումները Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջև տեղի ունեցան հենց հիմա եւ ովքեր կարող էին դրանցում հետաքրքրված լինել։ Այն փաստը, որ դրանք տեղի ունեցան անմիջապես Վաշինգտոնում անցած գաղթաժողովից հետո, զուգադիպություն չէ։ Դա միջոց է տեղական ուժերի եւ խմբերի համար ցույց տալու, որ իրենք դեռևս հզոր են եւ մինչ Հայաստանի կամ Ադրբեջանի նախագահները հանդիպում են փոխնախագահ Բայդենին եւ բանակցում պետքարտուղար Քերրիի հետ, իրենք կարող են ազդել տեղում իրավիճակի վրա։ Միևնույն ժամանակ ես չէի մեղադրի հրադադարի խախտման մեջ միայն կողմերին։ Սա այն խնդիրն է, որի մեջ ներգրավված են եւ Ռուսաստանը, եւ Թուրքիան, եւ անշուշտ Միացյալ Նահանգները։ Աշխարհում բոլորն այնքան էին կենտրոնացել Սիրիայի եւ Մերձավոր Արևելքի վրա, որ բաց թողեցին այն պահը, երբ այսպես ասած սառեցված հակամարտությունը թեժացավ։ Միջազգային հանրության արձագանքը շատ հետաքրքիր էր այս առումով։ Ոչ ոք չգիտեր ինչ անել եւ ինչ ասել այս իրավիճակում։ Որն է հակամարտության կարգավորման հնարավոր ճանապարհը։ Խնդիրն այն է, որ դա հիմնականում ռազմադաշտում տարվող պատերազմ չէ, սա հիմնականում պրոպագանդայի պատերազմ է եւ որպես ամերիկացի, ով գտնվում է Վաշինգտոնում, հետևում կողմերի հայտարարություններին եւ տարածաշրջանի լրատվամիջոցներին, ինձ համար բարդ է պատկերացնել, թե իրականում ինչ է կատարվում։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը այնքան բարդ խնդիր է դարձել, որ միջազգային հարցերով զբաղվող մարդկանց մեծ մասը ընդհանրապես չի ցանկանում դրա հետ գործ ունենալ։ Ի տարբերություն Սիրիայի, որտեղ մենք ասում էինք, որ անհրաժեշտ է օգնել փախստականներին, Ղարաբաղյան խնդիրը շատերի համար երևում է որպես սառը պատերազմից մնացած սովետական դարաշրջանի մի հակամարտություն, որի կարգավորումը թողնում են Ռուսաստանին։ Այսպիսով Ռուսաստանը ստանձնում է հակամարտության կարգավորման հիմնական դերը, սակայն այն չունի խնդիրը կարգավորելու որևէ դրդապատճառ։ Տեղի ունեցած բախումներից հետո հնարավոր է, որ միջազգային հանրության դերն ավելանա Ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ։ Ես անկեղծ չեմ կարծում, որ միջազգային հանրությունը իր դերը կավելացնի այս խնդրի կարգավորման մեջ, եթե իհարկե իրավիճակը ել ավելի չվատթարանա։ Չմոռանանք, որ Սիրիայում բազմաթիվ մարդիկ էին զոհվում եւ միևնույն է, միջազգային հանրությունը սկզբում չէր միջամտում։ Այսպիսով, իմ կարծիքով կարգավորման ուղղությամբ իրական մեծ դեր ունեն տեղում բնակվող մարդիկ։ Կարծում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, որոնք այժմ կուրսք են ծեցում եւ ավելացնում ազգայնական տրամադրությունները, իրականում շահագրգռված են իրենց ժողովուրդներին հանդարտեցնելու մեջ, քանի որ եթե տրամադրությունները չափից ավելի սրվեն եւ ազգայնական դառնան, ապա վտանգ կներկայացնեն առաջին հերթին երկու երկրների իշխանությունների համար։ Կարելի է ասել, որ եղած ստատուս քվոն այս բախումների արդյունքում ավարտվել է։ Չէի ասի, նույնիսկ հաշվի առնելով, որ դրանք 1994 թվականի հրադադարից հետո խոշորագույն բախումներն էին, չեմ կարծում, որ դրանք փոխեցին ստատուս քվոն։ Այո, ցավոք բազմաթիվ կյանքեր են կորցվել երկու կողմից, սակայն դա այն չափը չէ, որպեսզի վերացնի ներկա ստատուս քվոն։ Այս հակամարտությունը այնքան երկար է շարունակվում, որ անհրաժեշտ կլիներ շատ ավելի խոշոր իրադարձություն ստատուս քվոն փոխելու համար։ Միևնույն ժամանակ պետք է նկատեմ, որ դեպի խաղաղություն եւ դեպի պատերազմ այս երկու հնարավոր ուղիներից այժմ իրադարձությունները ընթանում են այն ուղով, որը տանում է դեպի պատերազմ։ Այսպիսով, այս բախումների արդյունքում հարցն այն չէ, լինելու է պատերազմ թե ոչ, հարցը այն է, երբ է պատերազմ լինելու։ Այսքան մարդկային զոհերը չեն կարող անպատասխան մնալ, քանի որ անպատասխան մնալու դեպքում նման բախումները կրկնվելու են նորից ու նորից։ Այժմ կան ուժեր, որոնք փորձում են Ղարաբաղյան խնդիրը կարգավորել ոչ թե քաղաքական, այլ ռազմական ճանապարհով։ Ես չեմ հավատում, որ խնդիրը ունի ռազմական լուծում, սակայն տեղում կան ուժեր, որոնք հավատում են, որ կարող են հաղթանակ տանել։ Այնքան ժամանակ է անցել այն բանից, երբ նրանք իրական պատերազմի մեջ էին, եւ նրանց մոտ կարող է պատրանք ստեղծվել, որ այս անգամ իրենց կհաջողվի հաղթել։ Այս պայմաններում, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները զգույշ չլինեն, ապա իրենց քաղաքացիներին կտանեն դեպի պատերազմ։ 2017-ին Սպիտակ տանը ԱՄՆ-ի նոր նախագահ է լինելու։ Արդյոք կարող է Միացյալ Նահանգների նոր ղեկավարը Ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ նոր աշխատանք կատարել։ Կարծում եմ Հիլարի Քլինթոնի նախագահ ընտրվելու դեպքում նոր հնարավորություններ են բացվում այս ուղղությամբ։ Նա շատ լավ հասկանում է այս հակամարտությունը եւ երկար ժամանակ հետևել է դրա զարգացումներին։ Նա հասկանում է աշխարհաքաղաքական զարգացումները եւ միջազգային հարաբերությունները։ Նախագահ դառնալու դեպքում նա անպայման ցանկանալու է զբաղվել այն հարցով, որոնց նախագահ Օբաման չի դիպչել եւ կարող եմ հաստատ ասել, որ նախագահ Օբաման չի դիպչել Հարավային Կովկասի տարածաշրջանին։